Իդեպ, ես նաև կառաջարկեի դիտարկել ոչ թե ժողովրդավարության բաստիոն։ Բաստիոնը դրական բառ է, բայց պատկերացրեք օգտագործենք բռնատիրական բաստիոն։ Բռնատիրական բաստիոն։ Իդեպ, հետաքրքիր մի բան ասեմ ձեզ, իսկապես հետաքրքիր է, կալանքների շատ լինելը բռնատիրական երկրի հետ համեմատել, այսինքն որ ինքնին երևույթ է, որ եթե կալանքները շատ են, դա բռնատիրական երկրի։ Իդեպ ոչ թե ավտորիտար, այլ հենց բռնատիրական երկիր ձևակերպումն եմ օգտագործում, կարող եք համացանցում հնարավորության դեպքում նայել, օգտագործվել է Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 23-ին։ Այս բան չեմ ասի ում կողմից, բայց կխնդրեմ, որ դուք նայեք։ Նշված պաշտոնատար անձը հրապարակավ ասում է, որ մենք ներդրել ենք տնային կալանքը որպես խափանման միջոց, որտեղ ժողովրդավարական բարեփոխումները դա են պահանջում։ Հակառակը բռնատիրական երկրի դրսևորում է։ Մենք ի վերջո պետք է հասկանանք, որ այդպես չպետք է լինի։ Այսենց մտքեր էին արձանագրվել։ Սամվել Կարապետյանի դեպքում 5 ամիս է միայն կալանքն է գործում։ Որ հարցնեք ինչի համար, ինչ հիմքով, ինչ պատճառաբանություններով։ Այդ պատճառաբանությունները ուղղակի նայեք Գինեսի ռեկորդների գրքում, օրինակ Վճռաբեկ դատարանի գործողությունների տեսանկյունից։ Այստեղ ես ողջամտություն չեմ տեսնում։ Սահմանադրական դատարանը օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 2 որոշում է ընդունում, որով ընդգծում է անձի ազատության կանխավարկածը։ Այսինքն որ չի կարելի մարդուն կալանավորել, ուղղակի կալանավորելու համար։ Այն պետք է լինի բացառիկ միջոց, պետք է դրա համար բոլոր այլ միջոցները սպառված լինեն։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ ամենը չի գործում։ Հարգելի գործընկերներ, սա ծայրահեղ, վտանգավոր ժխտողականության ճանապարհ է։ Սա իրավական նիհիլիզմի ճանապարհ է։ Մեր կողմից ներկայացված Վճռաբեկ բոկները մենք գործընկերներով քննարկել ենք։ Մենք հենց նախաքննական գաղտնիքի այս աբսուրդային սահմանափակումները վերջանան, որը մենք էլ ենք չպնդում, որ եկեք վերջ տանք այս նախաքննական գաղտնիքին։ Մենք հրապարակելու ենք մեր ներկայացրած Վճռաբեկ բողոքը եւ թող դատախազությունն էլ հրապարակի իրենց ներկայացրած բողոքը։ Եվ ուղակի թող ցանկացած անաչառ դիտորդ ասի, որ մի բողոքը պետք է ընդունվեր վարույթ։ Գլխավոր դատախազության բողոքը, թե մեր կողմից ներկայացված բողոքը։ Վարույթ է ընդունվում գլխավոր դատախազուի տեղակալի ներկայացրած բողոքը եւ 20 օրյա ժամկետում որոշում է ընդունվում։ Հենց այն օրը, որ քննիչը կարողանա միջնորդություն ներկայացնի։ Այստեղ էլ է հետաքրքիր հանգամանք։ Քննիչը ըստ քննչական կոմիտեի նախագահի հրամանի ժամկետի լրանալուց 7 օր շուտ պետք է ներկայացնի միջնորդությունը։ Այս անգամ այդպես չեղավ։ Այսինքն քննիչը ինչին էր սպասում։ Ինչին էր սպասում, այսինքն այս ինչ համոզմունքներ, այս ինչ կանխավարկածներ են գործում։ Եվ ներկայացնում է նոյեմբերի 13-ին, որը քրեական դատավարության օրենսգրքով վերջնաժամկետներ միջնորդություն ներկայացնելու։ Բայց անպայման միջնորդության մեջ պետք է հնարավորություն ունենար ցիտելու Վճռաբեկ դատարանին։ Բայց դա միայն ինքը ունի։ Այդ հնարավորությունը վերապահված է միայն քննչական մարմիններին։ Սամվել Կարապետյանին վերաբերող Վճռաբեկ դատարանի որոշում, բայց Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը դա չի ստանում։ Դա ստանում է քննիչը, թե ինչ ճանապարհով գաղափար չունենք։ Իդեպ մի հանգամանք եմ ուզում նշել եւ խոսքը փոխանցեմ գործընկերներիս։ Վճռաբեկ դատարանը ունի 4 պալատ։ Հակակոռուպցիոն պալատն էր, որ այս գործը քննում էր եւ ռեկորդը սահմանեց։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահը նախկինում փաստաբանական գործունեությամբ զբաղված Դավթյան Արտուրն է։ Բայց փաստաբանական գործունեությանը մեկ այլ իրադարձություն էր հաջորդել։ Ինքը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ էր։ Երկրորդ հանգամանք։ Սահմանադրությունը ասում է, որ Վճռաբեկ դատարանը ունի 2 կարևորագույն լիազորություն։ Ապահովել միատեսակ պրակտիկա, այսինքն նախադեպեր ընդունել, որ ընդհանրապես պետք է այսպես մեկնաբանվի դրույթը, որ քննիչները պետք է ունենան այսպիսի պարտականություններ իրավունքները օրինակ հարգելու համար, որտեղ Վճռաբեկ դատարանը իրավունքի դատարան է։
Ինչի համար եմ այս պնդումը կատարում, որտեղ սահմանադիրը երկրորդ լիազորությունը, որ նախատեսել է Վճռաբեկ դատարանի համար, կոչվում է հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտումների վերացում։ Հիմա ինձ մեկը կարող է ասել, Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի տեղակալի բողոքը ընդունելով վարույթ 20 օրյա ժամկետում որոշում ընդունելով միատեսակ պրակտիկա էր ապահովում, թե հիմնարար իրավունքների խախտումներն էր վերացնում։ Մենք ներկայացրել էինք մեր բողոքում հիմնարար իրավունքների խախտումների վերացման խնդրանք։ Իդեպ հիմքն էլ օգտագործել էինք Վճռաբեկ դատարանի միատեսակ պրակտիկա ապահովելուն ուղղված հենց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի որոշումը։ Այսինքն մենք խնդրում էինք, որ Վճռաբեկ դատարան ձեր իսկ կողմից ընդունված որոշումը քննիչները, դատախազները, դատավորները չեն հարգում։ Եկեք պաշտպանեք ձեր իսկ որոշումը։ Վճռաբեկ դատարանը դա վարույթ չի ընդունում։ Այս որոշմամբ հիմա միատեսակ պրակտիկայի ապահովում, թե հիմնարար իրավունքների խախտումների վերացում էի ապահովում։ Իդեպ հստակ ասեմ, ոչ այնա, ոչ մյուսն է, որտեղ արդյունքում Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը, որտեղ դա վաղեմությունը անցած դատական ակտի վերաբերյալ է։ Օգոստոսի 15-ի դատական ակտի վերաբերյալ որոշում են կայացնում։ Բայց դուք նայեք ինչքան կարևոր էր իրենց համար, որ նոյեմբերի 13-ին անպայման պետքա հրապարակվի, որը վերջին օրն է կալանքի երկարաձգման միջնորդության ներկայացման եւ այլ եւ այլ։ Այն, որ այս գործում քաղաքական հետապնդման բաղադրիչը անհերքելի է, անվիճելի է, մրցակցությունից դուրս է, կարծում եմ բոլորի համար ակնհայտ է։ Մենք պարզապես հերթական տվյալներն ենք դրա վերաբերյալ արձանագրում։ Իդեպ, բայց նույն նոյեմբերի 13-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը իր որոշմամբ արդեն իսկ այնպիսի դիրքորոշում է ներկայացրել, որը պարտադիր է թե քննիչի, թե դատախազի, թե դատարանների համար, որտեղ այդ որոշումը բեկանված չէ։ Իսկ ըստ այդ որոշման կալանքը չի կարող այլևս երկարաձգվել։ Ես հենց նման կատեգորիկ դատողություն էլ կանեմ։ Այն պատճառաբանությունները, որոնք համադրվում են եւ վերլուծվում են, եւ այն միջնորդությունը, որը մենք արդեն իսկ ուսումնասիրել ենք քննիչի կողմից ներկայացված, հնարավորություն չի տալիս նվազագույն իրավական պետության պայմաններում կալանքի երկարաձգման։ Սա է իրավիճակը։